Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է շարունակում «Սա Հայաստանը եւ վերջ» ծրագիրը, տաղավարում է հաղորդման հեղինակ Կարեն Վարդանյանը եւ երկրորդ խոսափող ես Գարեգին Խումարյանը։ Սկսեցինք խոսել երեխաների համար IT ճամբարի մասին, որտեղից Կարենը նոր է վերադարձել եւ անցանք ամբողջ Հայաստանում բոլոր դպրոցներում պարտադիր ինժեներական եւ ռոբոտաշինական լաբորատորիաներ ունենալու գաղափարին, որը պետք է ի կատարածվի, որպեսզի այդ նախորդ հատվածը բաց թողնված մեր բարեկամները հասկանան հավակնոտությունը այս ծրագրի, Կարենը ասում է, որ պետք է տարեկան 270 լաբորատորիա 370 լաբորատորիա բացենք, այսինքն ամեն օր մի լաբորատորիայից ավել եւ հաղորդման հեղինակը պնդում է, որ դա իրատեսական է եւ նույնիսկ օրեր են լինում, երբ 5, 6, 7 լաբորատորիա բացվում է։ Կարեն, ձեր փաստաթուղթն էինք պատմում ռադիոլսողներին, հաջորդ կետը հիմա եւ հաշվի առնելով որ այդ հետաքրությունը կա այդ գործնեությանը, այսինքն այստեղ 3 ծրագրի մասին է խոսք, ուրեմն մի ծրագիրը դա լաբորատորիաներն են երեխաների համար, երկրորդ ծրագիրը, որը որ մենք նոր ենք սկսել այսօր, ուրեմն կմեկնարկի Երևանում այդ ծրագրի առաջի պիլոտային հատվածը, դա լաբորատորիան օգտագործել զորացրված զինվորականներին 6 ամսվա մեջ իհարկե նրանց, ովքեր ուզում են 6 ամսվա ընթացքում ծրագրավորողի որակավորում տալու ծրագիրն է եւ երրորդ ծրագիրը, որը էլի հանրային հետաքրքրություն ունի, դա մոբիլիզացիոն ծրագիրն է, որի նպատակն է մոբիլիզացնել Հայաստանում այն ուժերը, որոնք կարող են ուրեմն ուսուցի տալով նոր տեխնոլոգիական, բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերություն ստեղծել եւ փորձել ուրեմն դրանով կոմպենսացնել այն հետընթացը, որը մեր ունեցանք ռազմաարդյունաբերությունում վերջի 25 տարին եւ որը ապրիլյան դեպքերին մենք տեսանք։ Զորացրվող զինվորների հետ կապված վերջին անգամ երբ մենք այս մասին խոսում ենք, դա ընդհանրապես գաղափար էր, բայց հիմա կարծես թե process-ը իրոք մի սովորություն առնում, կան դիմաց մարդիկ արդեն այսպես։ Այո, 10-ից իջած տղա։ Այո, 14 հոգի այսօր ժամը ուրեմն 16-ին արդեն կհաճախեն հենց մեր գրասենյակում գտնվող խմբակը, դա կլինի պիլոտային ծրագիր, կարծում եմ 1 ամսից մենք եւս 1 պիլոտային շրջանում կսկսենք, դա այսինքն երևի կլինի Սիսիանի շրջանը, եւ սեպտեմբեր-հոկտեմբերից արդեն համագործակցելով զբաղվածության ծառայության հետ եւ զինկոմիսարիատի հետ, որի հետ մենք արդեն շատ ջերմ այս ծրագրի շուրջ ուրեմն համագործակցություն ենք ուրեմն ձևավորել, այդ ժամանակ արդեն բոլոր խմբակները, որոնք գտնվում են տարբեր շրջաններում, այսինքն մենք միջինում ամեն մարզում ունենք առնվազն 10-ից 12 խմբակ եւ այդ խմբակները եւս կծառայեն զորացրված զինծառայողներին 6 ամսվա ընթացքում նոր գիտելիքներ տալու։ Ձեզ այս առումով աչքալուսանք ունեմ տալու, որովհետև դուք միշտ ասում եք, որ լավ գաղափարը պետք է վիրուսային տարածում ստանա, ուզում եմ ձեզ տեղեկացնել, եթե չեք լսել մեր եթերում այս մասին, որ մեր գործընկերը Ռեսո ապահովագրական ընկերության տնօրեն Սամվել Գրիգորյանը նույնպես միանում է զորացրվածների բարձրը լուծելու նախաձեռնությանը ու մոտավորապես նույն առաջարկն է անում, ուղղակի իր պրոֆիլով իրենք էլ ապահովագրական բիզնեսի դպրոց ունեն, առաջարկում են բոլորին արտոնյալ պայմաններով միանգամից ներգրավել այդ դպրոցի մեջ ապահովագրական բիզնեսին սովորեցնել ու ունենալ իբրև բիզնես պարտներներ, բոլոր նրանց, ովքեր կուզեն ստանձնել այդ ռիսկը ու ներգրավել այդ ամեն ինչի մեջ, այնպես որ ես վստահ եմ, որ հաջորդ շաբաթ գուցե եւս այլ տեղերից էլ լսենք այն մասին, որ ուրիշ կառույցներ, ուրիշ կազմակերպություններ, մասնավոր ընկերություններ միանում են այդ զորացրված տղաներին տեր լինելու ձեր սկսած գաղափարը։ Ես կարծում եմ, որ իհարկե դրա մասին խոսանք, բայց դա այն գործառույթներից մեկը, որ մեր էս կոչում, ու հաշվի առնելով հետաքրությունը այս ծրագրերի վերաբերյալ եւ 3-ի էլ վերաբերյալ հատկապես որոնք արտահայտվում է սոցցանցերում, նույն գուցե հասարակությունում էլ իր պրոյեկցիան ունի, մենք որոշեցինք մի հատ կոչով, այսինքն կոչ չի, սա ավելի ինստրուկցիայի նման է, որ Ժորժ ջան, եթե ուզում եք օգնեք այս ծրագրին, ապա կարող եք օգնել հետեւյալ ձև։ Ու ես առաջարկում եմ մենք
մի քիչ խոսենք այդ ձևերի մասին։ Գնացինք։ Հա, ուրեմն ձևերից մեկը դա մենք բոլորս ավարտել ենք որևէ դպրոց։ Հա, եւ ըստ էության ով որ մենք կանք, դա առնվազն գոնե 70%-ը դա այդ դպրոցի շնորհքն է, հա, այդ դպրոցի արկայության եւ այդ դպրոցի դասատների, այդ համայնքի եւ այլ, էլի։ Եվ ստեղ առաջարկը հետեւյալն է, որ բոլորս ամեն մեկս մեր հերթին փորձի իր դպրոցում կազմակերպի այդ լաբորատորիան։ Հա, ուրեմն լաբորատորիայի արժեքը մոտավորապես տատանվում է 3,5 միլիոն դրամի շուրջը։ Հա, եւ եթե մենք միջինը, հա, ամեն այդ դասարանի շրջանավարտը, հա, ենթադրենք, ասենք մի օր բացաթողում, ասենք ինչ որ մի առիթ սրճարանում կամ ռեստորանում եւ 10,000 դրամ էկոնոմիա է անում եւ ավելի կարեւոր է գտնում այդ 10,000 դրամը այդ ճանապարհով, այդ 10,000 դրամով իր երախտագիտությունը հայտնել իր դպրոցին, որը իրեն մեծացրել է եւ այդ երախտագիտությունը հենց տես չի հայտնում, այսինքն հայտնում է, որպեսզի այդ դպրոցի հաջորդ շրջանավարտը եւս լինի գրագետ մարդ եւ հասարակության պիտանի մարդ, հա, որպեսզի դա շարունակական բնույթ կրի, հա, դպրոցի նկատմամբ երախտագիտությունը լինի շարունակական, հա, ապա ընդամենը 350 այդ դպրոցի շրջանավարտները կարող են 10,000 դրամ հավաքելով ուրեմն այդ խնդիրը լուծել։ Խոսքը վերաբերում է ըստ էության մոտարապես 15 դասարանի։ 15 դասարանը եթե բաժանենք, ասենք 3 տարվա, ապա 5 տարվա հերթով դասարանները եթե միանում են, ապա կարողանում են իրենց դպրոցում ունենալ ինժեներական լաբորատորիա։ Մանրամասնել է։ Ես հիշում եմ, որ այդտեղ պետք է լինի 3D տպիչ, CNC հաստոց, մի փոքր պատմեք ինչ է այդ լաբորատորիան։ Լաբորատորիան երեխաները սկսում են ուսումնասիրել ծրագրավորում, Scratch ծրագրով, որը որ մենք հայերեն ենք թարգմանել, այսինքն հայերեն թարգմանած ծրագրով իրանք հայերեն օգտագործել միայն հայերենը, իրանք սկսում են ծրագրավորել։ Հետագայում իրենք ծրագրավորում են մի այլ լեզվով, որը կոչվում է Turtle, այկարիա, թարգմանաբար, որը էլի այդ ծրագիրն էլ է Մասաչուսեթի համալսարանի ստեղծած ծրագիրը, որը ավելի մաթեմատիկական ուղղվածություն ունի։ Հետագայում նրանք ուսումնասիրում են եռաչափ մոդելավորում եւ կարողանում են իրենց եռաչափ մոդելավորած առարկաները հետագայում եռաչափ տպիչով, որը ստեղծված է Հայաստանում, տպել, ընդ որում արտադրված է, ասեմ դες Գորիսում։ Հետագայում իրենք կարողանում են էլի եռաչափ իրենց սարքած մոդելները, ուրեմն CPU, CNC, ուրեմն ֆրեզային հաստոցի վրա դա տաշել, նորից ստանալ ինչ-որ առարկաներ, հետագայում նրանք սովորում են ռոբոտաշինություն, ունեն ռոբոտ կոնստրուկտոր այդ լաբորատորիայի մեջ, ունեն մասեր, ռոբոտներ սարքելու համար եւ էլեկտրոնիկայի համար, անցնում են էլեկտրոնիկա, այսինքն իրենց ձեռքով կարում են զոդման միջոցով ստանալ տարբեր, ուրեմն կոնտրոլերներ, հիշողություններ կամ ինչ-որ այլ էլեկտրոնային առարկաներ, հետագայում ամենավերջում նրանք սովորում են մեկ բարձր կարգի ծրագրավորման լեզու եւ դրանով այդ դպրոցական ծրագիրը ավարտվում է։ Այսինքն մեր նպատակն ինչ է, որպեսզի 10-րդ դասարան, այն երեխան, որը 5-րդ դասարանում սկսել է զբաղվել այդ լաբորատորիայում, 10-րդ դասարանում պետք է կարողանա գումար աշխատել իր ծրագրավորման հմտությունները եւ պետք է կարողա ընտանիքին օգնի։ Այստեղ մի կարևոր բան էլ կա, եթե վերացականանանք կրթական նշանակությունից, խոսքը գնում է դեինդուստրիալացված մեր երկրում փոքրիկ արտադրությունների մասին։ Նախնական ինդուստրիալ գիտելիքներ տալ, հա։ Այսինքն այդ սարքավորումներով մեծ հաշվով կարելի է ինչ-որ լուրջ բաներ էլ արտադրել, այսինքն դպրոցը կարող է կամաց ինքը հոգալ իր կարիքները, գուցե երեխաները սկսեն ինչ-որ բաներ արտադրել, որոնք պահանջարկ ունենան շուկայում։ Այսինքն երբ մենք խոսում ենք 1300 նման լաբորատորիաների մասին, մենք խոսում ենք 1300 փոքր, բայց բարձր տեխնոլոգիական արտադրության մասին։ Այ ծրագիրը արդեն
3 տարվա չափ կա։ Ձեր այդ լաբորատորիաների բազաների վրա ձեր աչքով տեսած ամենաբարդ արտադրված բանը ինչ է եղել, այսինքն արտադրության իմաստով ամենաբարդ։ Տարբեր են, գիտեք, ասենք լաբորատորիաներ կան, որոնք ավելի շատ խաղեր ստեղծելու ուղղությամբ են, այսինքն երեխեք կան, որոնք օրինակ մեր այգեկ դպրոցում խաղեր են ստեղծել, որոնք այտենց կարելի է անվանել շուկայական նորմալ մակարդակի խաղեր, այսինքն որը կարելի է միջազգային շուկայում հանգիստ վաճառել, հա։ Խմբակներ կան, որոնք ավելի ուղղված են տեղական խնդիրներով են, ասենք, տոգորված, օրինակ Գավառի խմբակը, ասենք, ավտոմատ ռոբոտ նավարկող նավեր է սարքում, որոնք որ նավարկող ռոբոտներ են, հա, այսինքն ինքը տենց է մտածում։ Տեղեր կա, որտեղ, ասենք, երեխեքը լուծում են դպրոցի խնդիրները, դիցուկ ավտոմատացնում են դպրոցի զանգը կամ դպրոցի դարպասը, հա, այսինքն այդ նույն գործիքները ոնց որ իրանք ունեն, այսինքն տարբեր է, այսինքն այդ դպրոցական լաբորատորիայի վրա կարելի է ավտոմատացնել, ինդուստրիալ ավտոմատացման նմուշներ արտադրել ու ասենք հեռակառավարվող դարպասը հեռակառավարվող դարձնել։ Չէ, ավտոմատ կառավարվող անգամ, ոչ թե հեռակառավարվող, այլ ավտոմատ, այսինքն որով դարպաս։ Որի մեքենան տեսնի բացի, տանօրենի մեքենան տեսնի չբացի։ Օրինակ, այո, համարը կարդա, տեսնի այդ համարների համար ինքը բացում է, մյուս համարների համար չի բացում։ Ու երեխեքը դա արտադրել են։ Հանգիստ անում են, հա, այդ տիպի խնդիրներ կարող են լուծել։ Ուզում ասեմ, նման ընկերություններ կան շուկայում, որոնք դա վճարովի են առաջարկում։ Չէ, դե հիմա մենք տեսակ, մենք անօթաչու թռչող սարքերի մրցույթ ունեինք, այս վերջի անգամ, որտեղ 3 հատ փայլուն ելույթ ունեցանք 10-ից։ Հա, եւ այդ 10 խմբից 2-ը դպրոցական խմբեր էին։ Հա, այսինքն դրանք այսինքն իսկ անօթաչու թռչող սարքելը դա ասենք բարձր ուրեմն կուրսի ուսանողների եւ ավարտած երիտասարդների խնդիր է, էլի դա դպրոցականների խնդիր չի։ Իհարկե մենք պատրաստում ենք, երբ որ այս ամբողջ ծրագիրը ամբողջությամբ իրականացված կլինի, հաջորդ փուլում այդ խմբակները ապահովել նաեւ անօթաչու թռչող սարքերով, որպեսզի քանի որ ինդուստրիան համաշխարհային գնում է այդ ուղղությամբ, որպեսզի նրանք սկսեն այդ ավտոպիլոտ կոչեցյալը, որը որ կիրառվելու է նաև ավտոյի վրա, ինքնաթիռի վրա, գնացքի վրա եւ այլն, սկսեն դրանց ստաբիլիզացիայի խնդիրները լուծել արդեն դպրոցում, որպեսզի նրանք համալսարան գնալուց ամբողջական պատկերացում ունենան դրա մասին։ Այսինքն մենք վերջի մենք ստանում ենք 1300-ից ավել ուղեղային փոքրիկ կենտրոններ։ Ամեն մոտավորապես 30 երեխա։ 1300 տարբեր մոտեցում այս կամ այն խնդրին, գաղափարների փոխանակում։ Հա։ Դադար առնենք, էլի լուրերը լսելու ժամանակն է, արգելի ռադիո լսողներ, ռադիո դիտողներ, տեսնենք թե ինչ կա երկրում եւ աշխարհում, կվերադառնանք 3 րոպեից։